Եթե դուք եք ցանկանում այսպիսի գեղեցիկ տոնական տորտ պատրաստել եւ չգիտեք ինչպես, ուրեմն այդ խոլովակը միջև վերջ։ 6 ձվին ավելացնում եմ 1 բաժակ շաքարավազ, հարում միջև կստանանք այսպիսի խտություն։ Անջատում ենք հարիճը եւ աստիճանաբար ավելացնում ալյուրը անպայման մաղիչի օգնությամբ։ Չափաբաժինները կտեղադրեմ նկարագրությունների բաժնում։ Երբ ալյուրն արդեն ավելացրել ենք, տեղափոխում ենք ջրոցի համար նախատեսված ամանի մեջ։ Ամանի տրամագիծը 22 սանտիմետր է։ Ջրոցը նախապես տաքացրել եմ 170 աստիճան։ Չենք մոռանում յուղաթուղ դնել եւ ավելացնում ենք խմորը ու տեղափոխում ջրոցը։ Ջրոցում կմնա այնքան ժամանակ, մինչև այսպիսի գեղեցիկ կկարմրի։ Հանում ենք, թողնում ենք լավ հովանա եւ հետո նոր կարող ենք միայն անցնել ձևավորմանը։ Ինձ մոտ 12 ձվանի տորտ է, տեսեք այսպիսի բարձրություն ունի։ Կրեմի համար վերցրել եմ սերուցքային կրեմը եւ հարում եմ խտացած կաթով։ Ստանում ենք իդեալական շատ պինդ այսպիսի խտության կրեմ։ Միրգը կտրատում ենք, չենք ափսոսում, առատ ենք անում, որպեսզի ել ավելի համեղ լինի մեր տորտը։ Ես երկու տեսակի միրգ եմ ավելացնում, ելակ եւ բանան, արդեն կարող ենք անցնել մեր խմորին։ Խմորը կտրատում եմ, ես ամեն մի շերտ ավել այսպես մեջտեղից երկու մասի եմ բաժանում, ցանկության դեպքում կողքերի կարմիր հատվածներն էլ կարող եք հանել։ Ես հենց այսպես էլ հենց պատրաստելու եմ։ Թրջում ենք խմորը, որպեսզի ել ավելի փափուկ ու համով լինի, եւ քսում ենք մեր սերուցքային կրեմը։ Հենց սկզբից տորտը պետք է հավաքել ուղիղ, որպեսզի վերջնական արդյունքում տորտը լինի ուղիղ եւ գեղեցիկ։ Ցանկության դեպքում խտացած կաթ ենք ավելացնում, միրգը չենք ափսոսում, առատ ենք անում եւ ինչպես հոլովակում է ցուցադրված, այդպես հավաքում ենք տորտը, որպեսզի տորտը ել ավելի համեղ լինի եւ հետո աշխատելը ել ավելի հեշտ լինի, մի քանի ժամ պետք է տորտը մնա սառնարանում։ Վերջնական հավաքելուց հետո այսպես տեղափոխում եմ մի քանի ժամ սառնարանը եւ հետո նոր արդեն կարող եմ հանել եւ անցնել ձևավորմանը։ Քանի որ տորտի վերջնական տեսքը այնպեսին է, որ ես պարտադիր չի իդեալական հարթեցում, ես ուղղակի բարակ շերտով սերուցքային կրեմ եմ անում եւ բարակ շերտով մաստիկա անում։ Կրտնակում ենք մաստիկան ու ծածկում։ Տորտը ամբողջությամբ վաֆլի դիզայնով պատված է լինելու, այնպես որ երկար-բարակ չարչարվելու կարիք չկա։ Ուղղակի ել ավելի ապահով լինելու համար, որպեսզի վաֆլու թերթիկները չխոնավանան, ես բարակ շերտով մաստիկա փակեցի, կամ ուղղակի կարող եք գանաշանել։ Իսկ թե ինչպես պատրաստել է այսպիսի գեղեցիկ վաֆլո դեկորացիա, մանրամասն հոլովակն արդեն իսկ տեղադրված է։ YouTube-յան եւ TikTok-յան հարթակումից եթե հավանեցիր հոլովակը բաժանորդագրվիր եւ սրտիկիր։